Էլ ինչ տոներ առանց հետաքրքիր նվերների։ Մենք ձեզ առաջարկում ենք հիշարժան դարձնել բոլոր նվերները։ Մեր տարբերակի մասին խոսելու համար հյուրընկալել եմ Ամորելա ընկերության հիմնադիր, Սլավոնական համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու ու ամենակարևոր տիտղոսը կարծում յուրաքանչյուր կնոջ համար նաև մայր, ձեր դեպքում 4 երեխաների մայր, Քրիստինե Կարապետյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Բավականին շատ ներկայացրեցի ձեզ եւ մեր նախնական ու կուլիսներում զրույցներում նաեւ նշել ենք, որ դրանք կարելի է ավելի երկար ներկայացնել, ավելի շատ նշել, բայց ինձ հետաքրքիր է թե ինչպես եք կարողանում այս բոլորը համատեղել, դրան գումարել նաև գեղեցիկ արտաքինը, նաև կանացի լինելը եւ մեր բավականին երկար տարիների, այսպես ասած, ճանաչելը եւ ծանոթությունից թույլ է տալիս ասել, որ տարիները ձեզ ընդհակառակ անընդհատ գեղեցկացնում են։ Ո՞նց եք կարողանում այս ամեն ինչը համադրել։ Ասացաք բոլորը թող իմանան։ Շնորհակալ եմ շատ կոմպլիմենտների համար։ Կարծում եմ 21-րդ դարում իմ նման կանայք քիչ չեն, որոնք կարողանում են համադրել աշխատանք ընտանիքի հետ, նաև լինել գեղեցիկ, այնպես որ ես բացառություն չեմ այդ առումով, միակը չեմ, բայց զգացված եմ ձեր բառերի համար։ Սովորաբար նույնիսկ ասում են, որ գեղեցիկ կանայք խելացի չեն լինում, այս կարծրատիպն էլ եք կոտրել, ի վերջո մենք ներկայացրեցինք դասախոս, ներկայացրեցինք նաև թեկնածուական, այսպես ասած, կողմը։ Չէ, կարծում եմ, ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև բնականաբար խելացի կինը չի կարող տգեղ լինել։ Միանշանակ։ Իսկ ինչ վերաբերում է համատեղելուն, բնականաբար շատ դժվար է եւ առանց ընտանիքի օգնության, առանց մտերիմ մարդկանց օգնության շատ դժվար կստացվեր ինձ մոտ դա համատեղել եւ հասնել այն մակարդակին, ինչին որ հասել եմ այսօր։ Սկզբում ես նշեցի եւ խոստացա բոլոր հեռուստադիտողներին, որ մենք իրենց առաջարկելու ենք նվերներն, անակնկալները, քաղցրեղենը նաեւ քիչ-քիչ տանում եմ, հա, պիտի նաեւ հիշարժան լինի, առողջ լինի եւ էկոլոգիապես մաքուր լինի։ Հիմա խնդրում եմ այնպես չլինի, որ ես սուտ դուրս կամ իմ հեռուստադիտողի մոտ, բացահայտեք եւ բացեք ճակերտները։ Նախ նշեմ, որ մենք բավականին նոր ենք շուկայում, իսկ ընդհանրապես հրուշակագործության եւ շոկոլադագործության շուկան, եթե չասենք հայաստանյան, համենայն դեպս երևանյան շուկայում բավականին բարձր մակարդակի է հասել եւ ես ողջունում եմ եւ միշտ հիանում եմ իմ մրցակիցների աշխատանքով, միշտ հետևում եմ բոլորին, լավ առումով իհարկե, բայց այնուամենայնիվ պետք է նշեմ, որ չնայած մենք բավականին երիտասարդ ենք այդ շուկայում, մենք շատ բաներով ենք տարբերվում մեր մրցակիցներից, եթե չասեմ միակն ենք, որը չրերի համադրությամբ եւ ինձ թույլ կտամ այդ բառը օգտագործել լաքշրի արտադրանք ենք ներկայացնում եւ լինելով բավականին երիտասարդ ընկերություն 1.5 տարի երևի թե մենք հասցրել ենք սիրվել եւ ընդունվել շուկայում եւ հաճախորդներից միմիայն դրական արձագանք ենք ստանում, ինչը մեզ ավելի է մոտիվացնում եւ դրանով փորձում ենք կատարելագործել եւ առաջ գնալ։ Առանձնահատկությունները խնդրում եմ ավելի հասանելի եւ ավելի բաց ներկայացնեք, որովհետեւ ինչպես նշեցիք, այսօր այո, շուկան բավականին զարգացած է, լայն է եւ շատ հաճախ սպառողը կանգնում է իսկապես երկընտրանքի առաջ։ Ինչպես կարողանա ճիշտ որոշում կայացնել, որովհետեւ այո, կարող է լինել գեղեցիկ, չլինել համեղ, չլինել օգտակար, չլինել օգտակար ոչ այնքան հաճելի աչքի համար եւ այլն։ Ինչպես եք կարողացել համադրել այս ամբողջը։ Տեսեք, մենք նախ շատ հայկական մթերք ենք այդ առումով, որովհետև բացառապես հայկական չրեր ենք օգտագործում, այդ առումով այո, կարող եմ միանշանակ նշել, որ մենք էկո մթերք ենք արտադրում եւ չնայած նրան, որ դա ճիր է իր էությամբ, մենք դա փորձել ենք կատարելագործել եւ հասնել մի մակարդակի, որը ինչպես զարդերը կարելի է ասել արվեստի գործեր ենք ստանում, որովհետեւ մեր արտադրանքի վրա աշխատում է մի ամբողջ թիմ, ունենք դիզայներ, ունենք հատուկ տեխնոլոգներ, որոնք յուրաքանչյուր դետալ միասին համաձայնեցնելով մշակում են, կատարելագործում են եւ ստանում ենք այն, ինչ այսօր ստացել ենք եւ հպարտորեն պետք է նշեմ, որ մեր
մթերքը գրեթե ոչ սեռ է ճանաչում, ոչ տարիք է ճանաչում, ոչ միջոցառում է ճանաչում, այսինքն կարող եմ ասել, որ մենք որևէ տեսակի թեմայից չենք վախենում, լինի դա մարտի 8, լինի դա հարսանեկան միջոցառում, կամ ինչ-որ կորպորատիվ միջոցառումներ, կամ ինչու՞ չէ, նաև մշակույթը ներկայացնող ցանկացած միջոցառման, որպես հայկականությունը ներկայացնելու վառ մթերք, մենք միանշանակ կարող ենք պարտորեն մասնակցել եւ սիրվել բոլորի կողմից։ Դուք կանխեցիք հարցս, որտեղ ուզում եի հարցնել, թե ում համար է նախատեսված պրոդուկտը, արդեն պատասխանեցիք, այս դեպքում ես ճիշտ եմ հասկանում, այսպես հստակեցնենք, հա, որ անհատական այսպես ասած նաև մոտեցում է եւ ցանկացած միջոցառում, ցանկացած երևույթ, որի մասնիկը պիտի լինի նաև ձեր պրոդուկտը, հարմարեցվում է։ Այո, միանշանակ դուք ճիշտ եք նկատել եւ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր հաճախորդի հետ մենք անհատապես ենք աշխատում, սկսած կոնֆետի գույնից, տեսքից, դիզայնից, տուփերից, անգամ տուփերի արտադրությունը մեզ մոտ խիստ անհատական է լինում եւ յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը, նախապատվությունը անպայման հաշվի առնելով ենք իր հետ ստանում նոր ապրանք եւ մեր առավելությունը նաեւ կայանում է նրանում, որ մեզ մոտ որևէ սեթ, որևէ տուփ չի կրկնվում։ Յուրաքանչյուր ստացած պրոդուկտ ինքն իրենով արդեն յուրովի է եւ յուրաքանչյուր հաճախորդ միանշանակ ստանում է իր համար բնորոշ, հատուկ իր համար պատրաստված ապրանք։ Այսինքն, եթե այսպես նայելու լինենք, մենք կարող ենք ունենալ քաղցր տարոսիկներ, քաղցր լոգոներ, հա? Այո, իհարկե։ Քաղցր հրավիրատոմսեր, ցանկացած բան, որը կարելի է վերածել օգտակարը հաճելի հետ, հա, նաև համտեսել։ Դա միայն համ չէ, մենք իհարկե ստեղծում ենք էմոցիաներ, մենք ստեղծում ենք տպավորություն, միջոցառումը անպայման գեղեցկացնում ենք մեր ներկայությամբ, մեր մասնակցությամբ, ամեն ինչ, ինչը մարդկային ֆանտազիան կարող է իրեն թույլ տալ, մենք ստանում ենք։ Որքան ժամանակ, քանի որ խիստ անհատական, այսինքն ավտոմատացված չի ստանալ արդյունքը վերջնական, հա, այս դեպքում փոքր ավելի հեշտ է լինում, երբ միանգամից կա բազան, պիտի ստանանք սրանից մի քանի հատը։ Իսկ այս դեպքում, երբ մենք անհատական մոտեցում ենք եւ յուրաքանչյուրի համար պիտի էսքիզ գծվի, պիտի մոդելը որոշվի, տուփը որոշվի, սեթը որոշվի, քանակ եւ այլն, այսինքն այստեղ որոշելու, քննարկելու շատ բան կա։ Հիմնականում բոլորս էլ հիմա ժամանակի խնդիր ենք ունենում։ Ինչպես եք կարողանում համադրել եւ այդ անհատական մոտեցումը, եւ յուրաքանչյուրին իրեն հարմարը, եւ միևնույն ժամանակ նաեւ ժամանակի մեջ տեղավորվելը։ Ինչպես ես նշեցի, այդ մի ամբողջ թիմ է աշխատում, այսինքն դա միայն իմ շնորհքը չէ, ես ինքնուրույն դա չեմ կարող ստանալ, բայց այնուամենայնիվ, քանի որ մենք այս 1.5 տարվա ընթացքում հասցրեցինք սիրվել շատերի կողմից, մենք փորձում ենք նաեւ գնալ ավտոմատացման եւ հենց այս օրերին իմ գործընկերները Հռոմում են գտնվում, Իտալիայում ենք բանակցում ենք հայտնի ուրեմն կազմակերպությունների հետ, որոնց հետ փորձում ենք ավտոմատացնել մեր արտադրական process-ը եւ կարծում եմ 2 ամիսների ընթացքում մենք արդեն ընթացքում է շինարարության մեջ ենք, մեր գործարանը ստեղծում ենք եւ կփորձենք նաեւ հայտնի սուպերմարկետներում եւս ներկայացնել մեր արտադրանքը, միաժամանակ պահպանելով անհատական մոտեցման մեր իսկ կողմից որդեգրած քաղաքականությունը, որովհետեւ դա թեկուզ ինձ համար շատ սիրելի հոբի է արդեն դարձել, որովհետեւ մենք իսկապես ստանում ենք արվեստի գործեր եւ կարծում եմ համի տեսանկյունից էլ մենք սա այն տարբերակը չէ, որ միայն գեղեցիկ փաթեթավորմամբ է ներկայացնում, իսկապես մենք շատ համեղ Դե հիմա մենք արդեն չենք համբերում, թե երբ պիտի ավարտվի եթերային ժամանակը ու փորձենք նաև այն ինչ որ լսում ենք նաև համտեսել, բայց կլինենք համբերատար եւ կտամ իմ հաջորդ հարցը։ Ինչպես սկզբում նշեցիք, բավականին շատ էր շուկան, արդյոք ու բազմազան էր ու նաև անելիքներ ու ասելիքներ իսկապես պիտի լիներ յուրահատուկ։ Ինչպես կարողացաք հասնել այն մակարդակին, որ գալ շուկա ուրույն խոսքով, ուրույն ձեռագրով եւ ասելիքով։
Անկեղծ ասած, ես պետք է սա միշտ նշում եմ, մենք այս պրոդուկտը ես առաջին անգամ ինքս փորձարկել եմ եւ տեսել եմ ամուսնուս հորաքրոջ կողմից է դա պատրաստվել եւ առաջին անգամ երբ որ համտեսեցի շատ հավանեցի եւ խնդրեցի ինքը ինձ բաղադրատոմսը տար, բնականաբար մենք այդ միտքը կատարելագործեցինք, բաղադրատոմսը էլ ավելի կատարելության հասցրեցինք, ես ուզում եմ հատուկ շնորհակալությունս նրան հայտնել, բայց այնուամենայնիվ ցանկացած նոր բիզնես միանշանակ ենթադրում է բազում դժվարություններ եւ մրցակցության առումով եւ մտավախությունը թե արդյոք հաճախորդները կսիրեն ինչպես կընդունվես շուկայում, բայց միանշանակ գործիքեսն է, հա, ասում եմ, առանց դրա չի լինում, միանշանակ պետք է նշեմ, որ իհարկե հաղթահարել ենք դժվարությունների մեծ մասը եւ մենք ծրագրեր ունենք նաեւ արդեն արտերկրի շուկաներ դուրս գալ, որովհետև ոչ վաղ անցյալում վերջերս եւ Դուբայում փորձեցինք մասնակցել ցուցահանդեսների եւ Մոսկվայում եւ երկու քաղաքներից էլ առաջարկներ ունենք, դեռևս քննարկման փուլում ենք, կարծում եմ հաղթահարել ենք դժվարությունների մեծ մասը։ Ամփոփելով ուզում եմ խնդրել ասեք, ինչու ամառելա, որովհետև վստահ եմ, որ համակարծիք եք լինելու այս հարցում իմ հետ, բրենդի անունը այցեքարտ է եւ շատ երկար մտածելու նաեւ առիթ է։ Ու նաեւ բոլոր նրանք, ովքեր հիմա հետաքրքրված են եւ ուզում են իմանալ այդ ինչ կարեւոր ու համեղ բանի մասին էինք մենք խոսում ու ինչ հիշարժան էինք առաջարկում, ինչ քաղցր էինք առաջարկում, ինչպես ձեռք բերել։ Ոյ, երևի թե ձեր տված հարցերից ամենաբարձն էր մեզ համար որոշում կայացնել բրենդի ընտրությունը, անվան ընտրությունը, երևի թե 1 ամիս եւ ավել մենք քննարկում էինք թե ինչ անուն ընտրել, անունը անկեղծ ասած առաջարկեց ամուսինս, ես հավանություն տվեցի եւ կարծում եմ հաջողվեց, ինքը իրենից երևի թե ամորե բառից եւ գեղեցկացնելով ամորելա նրբացնելով կարծում եմ զուտ դա է եղել։ Այսինքն բոլորին սեր ենք նվիրել։ Այո, փորձելու ենք սեր նվիրել։ Իդեպ ես մոռացա նշել, որ մեր արտադրանքը նաև շատ լավ քաղցրավենիք է նաև Պաքի շրջանում, թե անցյալ տարի, թե այս տարի եւս մենք մեծ շեշտադրում արեցինք նաև Պաքի քաղցրավենիքի պրոդուկտներին, որովհետև օգտագործելով բացառապես բուսական սնունդ եւ այն համադրեցինք դառը շոկոլադի հետ, ստանալով այո նաև քաղցրավենիք, որը Պաքի շրջանում իդեալական այո հագեցնում է քաղցրի պահանջը, միաժամանակ հանդիսանալով նաև առողջ սնունդ։ Եվ վերջում ամփոփելով խնդրում եմ ասեք 3 կարևոր սկզբունք, որ պետք է ընտրել հենց ամորելան։ Ինչու ընտրել։ Որովհետև համեղ է, որովհետև շատ գեղեցիկ է եւ որովհետև հայկական է։ Ամեն ինչ ասված էր։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Սերերստատիտողներ, հիշեցնեմ ձեզ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս Ամորելա ընկերության հիմնադիր Սլավոնական համալսարանի դասախոս տնտեսագիտության թեկնածու Քրիստինե Կարապետյանն էր։ Ես ձեզ առաջարկում եմ չփոխել հեռուստալիքը, քանի որ առջևում եւս զրույցներ ունենք։ Խոսել ենք կնոջ առողջության մասին, բայց ուզում եմ ավելի շատ տոնական երանգ տանք, հա, այս ամենին։ Ի վերջո մեկամսյակն արդեն մեկնարկել է, ուզենք թե չուզենք այս մեկ ամսվա ընթացքում հատկապես պիտի խոսենք կնոջ առողջության մասին։ Վստահ եմ այս հարցում ինձ հետ համակարծիք կլինեք, որ ցանկացած պարագայում կինը եթե առողջ է, ուրեմն նաև գեղեցիկ է եւ հակառակը։ Ուստի ուզում այդ ներքին առողջության, կանացի առողջության մասին խոսել ու այն կարևոր սկզբունքներն առանձնացնենք, որոնց պետք է ուշադրություն դարձնենք առողջ կին լինելու համար։ Այո, շատ լավ, բարև ձեզ, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկներին իրենց միամսյակի կապակցությամբ, ձեզ նույնպես շնորհավորում եմ։ Միշտ լինեք գեղեցիկ եւ առողջ։ Այո, դուք ճիշտ եք ասում, կնոջ գեղեցկությունը սկսվում է կնոջ առողջությունից։ Ինչ է դա իր մեջ ներառում։ Կնոջ առողջությունը իր մեջ ներառում է հերթական ստուգումներ, որը խիստ դրված է կնոջ համար, բայց ոչ բոլորն են ենթարկվում դրան։
Սկսենք նրանից, որ կինը պարտավոր է յուրաքանչյուր այց ունենալ տարբեր բժիշկների մոտ, որպես մանկաբարձ գինեկոլոգ կնշեմ, որ անհրաժեշտ է գինեկոլոգիական հետազոտությունները պարբերաբար անցնել, ինչպես նաև Ինչ ասել է պարբերական։ պարբերական ասելի նկատի ունեմ մենք պետական ծրագրով ունենք ըստ պրոտոկոլների sense ասած ունենք հատուկ սխեմաներ, թե կինը որ դեպքում պետք է դիմի ինչ գանգատներից ելնելով պետք է դիմի գինեկոլոգի եւ առհասարակ առանց գանգատնի ինչքան ժամանակում պետք է դիմի գինեկոլոգի եւ անցնել հետազոտություններ։ Այդ հետազոտությունները գինեկոլոգիական կարող են ներառել իր մեջ սկսված փոքր կոնքի սոնոգրաֆիկ հետազոտություն, մինչև համապատասխան տեստային անալիզներ, կլինիկո-լաբորատոր անալիզներ, ինչպես նաև անհրաժեշտ է անցկացնել վահանաձև գեղձի հետ կապված հետազոտություններ, կրծքագեղձերի հետ կապված հետազոտություններ, այդ ամբողջ կոմպլեքսը պարտադիր է, որ յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցիչ պարբերաբար անցնի եւ հետազոտվի։ Եվ պետք է հիշել անպայման մեկ բան, որ այդ հետազոտությունները եւ խորհրդատվությունները բժշկի կարող են կանխել ավելի խիստ եւ ավելի ծանր հետևանքներից եւ վտանգավոր հետևանքներից զերծ մնալու համար։ Ես հիմա բոլոր կանանց անունից եմ ուզում ասել, որ մենք գինեկոլոգի չենք այցելում շատ պատճառներից ելնելով, բայց ամենաառաջին պատճառը վախն է։ Ես միշտ ասում եմ, որ ես կյանքում երկու մարդուց եմ վախենում, մեկ ստոմատոլոգներն են, մյուսը գինեկոլոգներն են։ Ու վստահ եմ, որ շատ շատերն են այսպես մտածում, որ գինեկոլոգներից ուզենք թե չուզենք վախենում ենք։ Լավ, ինչ անենք, որ չվախենանք ձեզնից։ Սենց ասեմ, Ոնց անենք։ ոնց անենք։ Նախ ասեմ, որ դա նորմալ է, վախը, Շատ լավ է։ հատկապես գինեկոլոգին այցի ժամանակ նորմալ է եւ մեր առօրյայում մենք շատ ենք հանդիպում դրան։ Այդ վախը կարող է կապված լինել նախկին այցերի, նախկին հետազոտությունների կամ միջամտությունների արդյունքում։ Ես խորհուրդ կտամ մեր իգական սեռի ներկայացուցիչներին այցելել այն բժշկին, ում վստահում է։ Վստահությունը պարտադիր պայման է վախը հաղթահարելու համար։ Եվ կասեմ նաև, որ բուժարուն պարտադիր պետք է տեղեկացված լինի, թե ինչ միջամտություն է իրեն արվելու, ինչ հետազոտություն է արվելու, ինչքան ժամանակ է տևելու եւ արդյոք նույնիսկ ցավ կզգա տվյալ միջամտությունից, թե չի զգա։ Այսինքն ասածից տակ նաև որ ամբողջովին պետք է բուժարուն տեղյակ լինի, թե այդ պահին իր հետ ինչ է կատարվելու։ Դա նաև կօգնի հաղթահարել վախը։ Նաև կարելի է նշել sense բան, որ յուրաքանչյուր հետազոտության, յուրաքանչյուր խորհրդատվության ժամանակ բուժարուն ինքը կարող է տվյալ պահին սահմանափակել կամ տվյալ պահին որոշել շարունակել կամ չշարունակել։ Այսինքն պետք է վստահությունը ունենալ երկկողմանի բժշկի եւ բուժարուի միջև պետքա լինի վստահությունը, որ այդ վախը հաղթահարված լինի։ Եվ ամենավերջում խնդրում եմ առանձնացնեք 3 կարևոր ախտանիշ, որոնց դեպքում գինեկոլոգին այցելությունը չպետք է հետաձգվի։ Դրանք բազմազան են, 3-ը չէ, կարելի է ավելի շատ նշել դրա համար, բայց կնշեմ ամենակարևորներից, որը որ հաճախակի հանդիպող է, դաշտանային ցիկլի խանգարումները դեռահասների մոտ, ինչպես նաև արյունահոսությունները, որը որ կարող են լինել տարբեր գինեկոլոգիական պատճառներից եւ սկսած ամենափոքր ենթադրենք ցավային սինդրոմից, որ գտնվում է փոքր կոնքում։ Այսինքն ցանկացած բան, որը որ նոր է ի հայտ եկել եւ անհանգստացում է, սա արդեն ազդակ է։ Այո, եւ խորհուրդս նա է, որպեսի տվյալ գանգատները առաջանալուն պես դիմեն բժշկի, որպեսի հետագայում զերծանանք, մրսելեմ կանցնի, չգիտեմ ինչ միջոցառումներ ձեռնարկենք, մեր հարևանը արեց, մեր բարեկամը արեց, կամ ուսանան կանցնի, նմանատիպ բաներից զերծ ենք մնում եւ պարտադիր դիմում ենք հետազոտությունների եւ բժշկի խորհրդատվության։
Ձեր թույլտվությամբ նաև ուզում եմ ավելացնել, որ միշտ չէ կամ պետք չէ սпасել գանգատներին եւ տարվա մեջ գոնե մեկ անգամ առանց գանգատի բժշկի մոտ լինելը, կարծում եմ վաղուց արդեն ապացուցված է, որ արդյունավետ է եւ գրագետ է ու մշակույթի մաս պիտի դառնա։ Այո, ես ձեր կարծիքը կիսում եմ եւ նաեւ պարտադրում եմ իմ բուժառուներին եւ ինձ շրջապատող բոլոր կանանց, քանի որ մասնագիտությամբ մանկաբարձ գինեկոլոգ եմ, որպեսզի տվյալ այցերը իրենք ունենան պարտադիր։ Չնայած մենք ունենք պետական ծրագրեր, որ հատուկ սոցիալական խմբերում ներառված կանայք առանց իրենց կամքից ենթարկվում են դրան։ Կուզենամ, որ դա լինի համատարած եւ բոլորի, այո, քիչ-քիչ, բայց լինի համատարած եւ բոլորը առանց վախենալու իրենց բժշկին, նաեւ բոլորը իրավունք ունեն ընտրելու իրենց բժշկին, ընտրեն վստահելի բժիշկ եւ վախը հաղթահարած գնան հետազոտությունների։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Էրեբունի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Արգիշտի Մարգարյանն էր։ Ձեզ առաջարկում եմ չփոխել հեռուստալիքը, քանի որ առջևում եւս հետաքրքիր է լինելու։ Տոնական զրույցները շարունակվում են եւ այս պահին կարեւորելու ենք կնոջ հոգեկան առողջությունը եւ այս մասին խոսելու համար հյուրընկալել եմ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Աննա Բադալյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Սովորաբար մենք երբ խոսում ենք առողջության մասին, մտածում ենք պիտի ֆիզիոլոգիական առողջապահական խնդիրներ բարձրաձայնենք, որոշակի օրգան համակարգերի առողջությունից խոսենք, բայց ժամանակը եւ փորձը ցույց տվեց, որ մարդու առողջության համար կարեւոր չէ կինթետը համարդ երեխա մեծահասակ, ամենաառաջինը պետք է սկսել հոգեկան առողջությունից, որովհետև գոնե ես վստահ եմ, որ բոլոր հիվանդությունների սկզբնաղբյուրը պետք է փնտրել եւ հաստատ կգտնենք նաեւ հոգեբանական խնդիրներ։ Բայց այսօր մի փոքր ավելի տոնական ենք զրուցելու, չէ՞ որ մեկ ամսյակն արդեն մեկնարկել է, եւ խոսելու ենք կնոջ հոգեկան առողջությունից։ Եթե տարիներ առաջ կանայք ձգտում եւ բարձրաձայնում էին, որ ուզում են ազատություն, ուզում են ինքնուրույնություն, ինքնաբավություն, եւ հենց սա է իրենց պակասում առավել երջանիկ լինելու կամ կատարյալ երջանիկ լինելու համար, այսօր կանայք ավելի քան ինքնուրույն են, ավելի քան ինքնաբավ են, ավելի քան դրսևորված ու ռեալիզացված են, բայց ելի կատարյալ երջանկության մասին չեն կարողանում խոսել։ Ինչ է պակասում ժամանակակից կնոջը։ Շատ ճիշտ բնութագրեցիք, իսկապես, որ կարծես թե իմ ամեն ինչ կա։ Երևի թե ամենակարևորը կապ չունի։ Հիմիկվա այս ժամանակների կինը կլինի, հետո կլինի եւ մեզնից առաջ յուրաքանչյուր մարդու, հատկապես կնոջ, շատ հատուկ է հուզական նեցուկը, շատ կարևոր է։ Այստեղ հուզական նեցուկ, գիտեք, կնոջ վրա, ճիշտ է, եթերը տոնական է, բայց ուզում եմ ասել, հա, կարծես թե շատ բան ունենք, դեռ քարանձավի ժամանակից եկած, այսպես օջախի կրակը պահողը, հա, այսինքն ընտանիքի շարմը պահողը, ընտանիքի ջերմություն պահողը, ընտանիքի հուզական նեցուկը կինն է, հա, հոգատարությունը, ջերմությունը, իհարկե, անպայման ընտանիքի շարմը, գունային այդ գամման ընդհանրապես գունաբնակը կնոջ ձեռքին է, ասում են, եթե երջանիկ է կինը, երջանիկ են բոլորը, ընտանիքի մայրը, եթե երջանիկ է։ Շատ կարևոր եւ ամենակարևորը, կարծես թե Աստծո կողմից ամենակարևորը տրված է կնոջը նոր կյանքի սկիզբ իր մեջ կրելու համար։ Այնպես որ կարծես թե ամեն ինչ կա, չէ՞, թվում է։ Ինչն է պակասում լիակատար երջանիկ լինելու համար։ Նախ երջանկությունը ինքը մի քիչ հարաբերական է, յուրաքանչյուրը յուրովի է ընտրում երջանկությունը, յուրովի է պատկերացնում երջանկությունը, իր պահանջմունքները երջանկության հանդեպ յուրովի է, բայց երևի թե մի այսպես ընդհանուր գիծ կա, որ գնում է ցանկացած կնոջ համար, որպես ցանկություն, որպես պահանջմունք, որպես այսպես նվիրական, թաքուն, աղջկական երազանք, հա, սիրված լինելը, հուզական նեցուկ ունենալ իր մոտ մեկին, ով իրեն կհասկանա նույնիսկ հայացքով, հա, ընտանիքում իհարկե, երբ որ արդեն ընտանիքը այդ տարիքային փուլերն են այդ տարբեր երջանկության պատկերացումները, արդեն ընտանիքում կնոջը պետք է որ երեխաների առողջություն, երեխաների այսպես հաջողություններ ու այսպես շարունակ, այսինքն երջանկությունը կնոջ համար շարունակական դինամիկ ընթացք է։ Ցանկացած իրավիճակում նա կարող է ձևափոխվել մեկ ուրիշ ինչ-որ պահանջմունքի կամ ցանկության արդյունք դառնալ։ Կանայք, որ հիմա ավելի ինքնուրույն են, ինչ եք կարծում, սա ավելի չի բարդացնում երջանիկ լինելու ուղին։ Ի վերջո, երբ դու ամեն ինչ ինքդ ես ստեղծում, ամեն ինչ ինքդ ես անում, այս դեպքում մի փոքր եւ հեշտ է եւ դժվար է։
Այն դժվարությունների մասն եմ ուզում խոսել հոգեբանական առումով, քանի որ երբ ամեն ինչ քո վրա ես վերցնում, կարծես թե ոչ մեկին էլ թույլ չես տալիս քո անձնական տիրույթը մտնել եւ ու մնում ես մենակ։ Եվ այս մենակը բացարձակ կապ չունի կողքիդ եւ ընտանիքում 10 հոգի է ապրում, թե դու մենակ ես ապրում։ Բնականաբար այստեղ իհարկե խնդիրը կնոջ մեջ է, ցավալի է, բայց եթե ինքը թույլ է տվել այդ բեռը ինքը կրի, բարդությունները ինքը հաղթահարի, խնդիրները ինքը լուծի եւ այլն, բնականաբար ինքը ունի ներքին խնդիր, ինքը ունի ներքին կոնֆլիկտ, ինքը ուզում է կայանա, ինքը ուզում է ներկայանա, եթե կինը իսկապես հոգուց, այսպես, հա, հոգեբանորեն նրա հոգեհիգիենան բավականին այսպես կայուն է, ապա նմանատիպ դեպքում ինքը կարող է շատ հանգիստ բաշխել եւ խնդիրների եւ խնդիրների լուծումները ինքնահաստատման խնդիր ունի այս դեպքում։ Ահա, միգուցե, ես չեմ ուզում ինչ որ այսպես հստակ ասել, բայց միգուցե փնտրենք իր ներսում դա։ Ինչն է պատճառը։ Ինչու է այդպես։ Ինչու չկա վստահության գործոն բաշխելու ընտանիքում այդ խնդիրները, չէ՞ որ իր ընտրյալն է, չէ՞ որ ինքն է ընտրել, չէ՞ որ դա եղել է, ես շատ համոզված եմ ու ցանկանում եմ, որ բոլորը միությունները լինի միայն սիրո հիմքի վրա, ապետ չէ իր վրա այդ ամենը կրել, բնականաբար, բայց դրանով կարող է նույնիսկ նեղացնել իր կողակցին։ Միգուցե վստահ չի նրա ուժերին։ Եթե առանձնացնենք կարևոր 3 սկզբունք, ինչը կառանձնացնեք կնոջ համար, որ պիտի հետևի, անի, ամեն բան, ոչ մի բան չխնայի, որպեսզի հասնի այդ հոգեկան ներդաշնակությանը։ Ինչից սկսել։ Նախ հոգեկան ներդաշնակությանը հասնելու համար դա պետք է հենց թեկուզ երևի դա կնոջից է գալիս, մայրը իր աղջկա մեջ, այդ շատ կարևոր է, որպեսզի դրվի այդ ինքնագնահատականի առողջ արմատները, դրանք շատ կարևոր են։ Հետո արդեն երբ որ նա ունի իր մեջ, բնականաբար ինքը կգնա առաջ, որոշակի տարիքային փուլերում կհաղթահարի եւ կունենա իր ծնողների աջակցությունը, այստեղ դպրոցի աջակցությունը շատ կարևոր է նաեւ, որ դպրոցներում մենք ուշադրություն դարձնենք սեռային դաստիարակություն ասելով, այսինքն կնոջը աղջկան հատուկ, վարքականոններ, հոգեբանական հաղթահարման ուղիներ եւ այլն նատիպ երևույթների դասավանդում ու արդյունքում այդ ճանապարհը կամած կհարթվի, բայց երբ որ մնում է ինքը արդեն հասուն, կայացած ես, ինքը եւ իր եսը, ապա այս բaragայում շատ կարեւոր է, որ նա մշակի իր հոգեհիգիենան, շատ կարեւոր է, դա հավասար է մեր արտաքին հիգիենային եւ մի բան էլ ավել, որտեւ ներքուստ, երբ որ մենք երջանիկ ենք, ներքուստ, երբ որ մենք մեզնից գոհ ենք, մենք շատ գեղեցիկ ենք, մենք շատ վստահ ենք, հա, մենք շատ կայուն ենք եւ այդ առումով նույնիսկ աշխատանքն է լավ ստացվում։ Այդ բնականաբար առաջինը դրա ապահովում է։ Երկրորդը իհարկե բնական վիճակն է, որը շատ կարևոր է, որովհետև ինչքան էլ ժամանակները փոխվեն, փոխհարաբերությունները փոխվեն, միևնույն է, բոլորս էլ հասկանում ենք, որտեղ է կեղծիքը։ Ամեն դեպքում գնահատվում է բնականը։ Բնական, իսկ կնոջը բնական լինելը շատ է սազում, ազնիվ անկեղծությունը, նրա այս հմայքը, ավելի է կրկնապատկվում է հմայքը, հումորը, այդ ամենը շատ կարևոր է կնոջ համար։ Եվ իհարկե երևի թե ամենակարևորը նաև ընտանիքում ճիշտ դերակատարումների բաշխումը կնոջ կողմից շատ կարևոր է, որ յուրաքանչյուրը երեխաները իրենց տեղն ու դերն ունենան, ամուսինը ինքը իր տեղն ու դերն ունենա։ Այդ դեպքում ինձ թվում է ընտանիքում ամեն ինչ ավելի հաշտ կլինի, ավելի հետաքրքիր կլինի, բազմազան կլինի, բայց եկեք եթե ընտանիքին անդրադառնանք, սիրելի կանայք, ձեզ լիքը հաջողություններ ամենայն բարիք բոլորի ընտանիքներում, բայց հիշեք, որ ընտանիքը դա կենթանի օրգանիզմ է, որ ունենում է անկումներ, ճգնաժամեր, միայն առողջ, այսպես հոգեբանորեն առողջ խելացի կինը կարողանում է մեղմ հաղթել այդ բոլոր ճգնաժամերը։ Ի վերջո մենք ուժեղ, ես չեմ վախենում այս խոսքից, որ մենք ոչ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ ենք, այլ նաև ուժեղ սեռի ներկայացուցիչներ ենք, որտեղ հոգեբանական այն ուժեղությունը, որ ունի կինը, թերևս երբեմն նաև նախանձելի է լինում։ Բնականաբար։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի ստատիոներ, ես ձեզ առաջարկում եմ չփոխել հեռուստաալիքը, քանի որ առջևում եւս հետաքրքիր զրույցներ ունենք, իսկ այս պահին զրուցակիցս հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Աննա Բադալյանն էր։
Տոնական զրույցները շարունակվում են Ապրենք առողջի շրջանակներում եւ այս պահին զրուցակիցս Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանն է։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, ուրախ ենք ձեզ տեսնել։ Իմանապես։ Երբ մենք խոսում ենք կնոջ առողջությունից ու գեղեցկությունից, առաջին հերթին մտածում ենք մաշկի առողջությունը, քանի որ բոլոր դեպքերում դեմքի մասնավորապես մաշկը անընդհատ աչքի առաջում է, անընդհատ մենք տեսնում ենք, անընդհատ փորձում ենք խնամել, հնարավոր ու անհնարին ամեն բան անում ենք, որ պահպանենք մեր երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Որպես մաշկաբան խնդրում եմ առանձնացնել կարևոր քայլեր, որոնցով կարող ենք այն երանելի, փայլուն, գեղեցիկ, թարմ, երիտասարդ մաշկը պահպանենք։ Շատ բարդ հարց տվեցիք, իրականում Հռետորական հարցեր։ անհնար է մեկ sense ինչ որ բանաձևով պատասխանել, բայց երևի առաջի բանը պետք է ասեմ, որ պետք է սկսենք նրանից, որ պետք է սիրենք մեր մաշկը։ Սա շատ կարևոր մի փաստ, հասկանանք, որ սա մի օրգան է, որը պաշտպանում է մեզ արտաքին միջավայրից, դա միայն էսթետիկ կողմը չի, դա նաև խիստ պատնեշ է։ Հասկանանք, որ մեր մաշկը չի սիրում, որ շատ բզբզում են եւ սենց եւ գնում են ինչ որ սիրուն աթոռի մեջ նստում են եւ այնտեղ տարբեր ներարկումներ են անում ինչ որ ուրիշն է, հա, ինչ որ գումարով բզբզում են։ Սա շատ կարեւոր է հասկանալ, որովհետեւ երբեմն այդ դեպի գեղեցկությանը գնալու ճանապարհին մենք այնքան սխալներ ենք անում, որ հետո վերականգնել հնարավոր չի։ Դրա համար եկեք սենց փորձենք ձևակերպել ձեր հարցի պատասխանը, որ իհարկե խնամքը չափազանց կարևոր է եւ խնամքի մեջ պետք է լինեն երկու կարևոր կոմպոնենտ՝ արևապաշտպան եւ խոնավացնող։ Երկրորդը երբեք չհետևենք, հետևել կարող ենք, չգնանք դեպի այն ամսագրերից կամ տարբեր ֆիլմերից կամ հոլիվուդյան կամ ինչ-որ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունեցող դերասանուհիների մաշկից չուզենանք ունենալ, որտեղ դա անհնար է ստանալ, դա հատուկ տեխնոլոգիա է եւ այդտեղ լույսեր են, կամերաներ են, ամեն ինչ, բայց ոչ մաշկ։ Սա էլ է շատ կարևոր մի բան։ Եվ երրորդը ցանկացած միջամտություն անելուց առաջ մի հատ հարց տվեք, արդյոք այդքան կարևոր է մաշկի տեսքը, քան առողջությունը, որովհետև պետք է ընդունենք, որ միայն առողջ մաշկը կարող է լինել գեղեցիկ, մնացած բոլոր տեսակի մաշկերը, ձգած, ծակած, անշարժացած, օրինակ բոտոքսով եւ այլն, դրանք գեղեցիկ չեն, դա այնց ինչ որ ընդունված մոտեցում է, մոլորություն կարող եմ անվանել դրան, կարող եմ անվանել մոդա, օրինակ, ամենայն հավանականությամբ շատ եմ ուզում, որ մի օր անցնի դա, բայց դա չի կարող լինի առողջություն։ Դրա համար ես հավատացնում եմ 90 տարեկան առողջ մաշկը նույնպես շատ գեղեցիկ է։ 70-ն էլ է շատ, 50-ն էլ, 30-ն էլ, 20-ն էլ, 6 տարեկան 90 տարեկանում ունենալ առողջ մաշկ։ Իհարկե հնարավոր է։ Այդ ինչպես։ Խնամել մաշկը, հետևել ֆոտոծերացմանը, այսինքն խուսափել արևից եւ պաշտպանվել արևից, չանել տարբեր տեսակի միջամտություններ, թողնել, որ մաշկը հանգիստ ժամանակին ծերանա, օգտագործել որոշ վիտամիններ, հատկապես հակաօքսիդանտային հատկություն ունեցող վիտամին E, վիտամին D խմել անպայման։ Առանց նշանակման կարելի է։ Կարծում եմ այո։ Կարծում եմ, ինչ վատ բան եմ ասում, բայց երևի թե այո, որովհետև նույն վիտամին D-ի մոտեցումը, վիտամին D-ի կիրառման մոտեցումը հիմա, նենց հա որ բոլորին էլ ցուցված է, կարծես թե չկա մեկը, որին ցուցված չի։ Այո։ Բացի արտաքին խնամքը, նաև ներքին խնամքն է շատ կարևոր մաշկի համար, որտեղ ես միշտ ասում եմ, մաշկը նաև հայելին է եւ ինչպես ենք ներքին առողջությանը հետևում, այնպես էլ པարզ երևում է մաշկի առողջությունից։ Ինչ ուտել, ինչ խմել, ինչ անել նաև ներքին խնամքի հետ կապված, որ էլի մաշկը պահպանենք գեղեցիկ ու առողջ։ Շատ ճիշտ եք ասում, որ մաշկը շատ հաճախ մեր առաջի երևացող փոփոխությունն է մեր օրգանիզմում տեղի ունեցող խնդիրների։ Այսինքն լյարդում տեղի ունեցողը կարող է սկզբից մաշկի վրա անդրադառնա, հետո նոր լինի ինչ-որ մի բան լյարդի հետ կապված, մարսողության եւ այլն։ Դրա համար որպեսզի մաշկը ունենա առողջ տեսք, դա պայմանավորված լինի ներսից, ուրեմն չեմ սիրում այդ տարանջատումը ներսից դրսից, բայց շատ հասկանալի եք ասում, որպեսզի ներսից այդ ամեն ինչը լինի, պետք է նախ եւ առաջ չչարաշահել ոչինչ, շատ խիստ սահմանափակել քաղցրը, որովհետև քաղցրը մեր մաշկի համար առաջի թշնամիներից մեկն է։ Տոնական օրով ինչ վատ բաներ եք ասում, քաղցրը ոնց սահմանափակել։ Այսօր կարելի է, տարին մեկ անգամ կարելի է եւ հաստատ խնդիր չի լինի, բայց
քաղցրի չարաշահումը հատկապես մեր պոպուլյացիայի համար, մեր ազգի համար, մենք ունենք ճարպագեղձերի գերաշխատանքի հակում, սա ավելացնում է կորյակներ, ճարպոտ մաշկ, թեփ եւ այլն, բազմաթիվ գանգատներ կարող են առաջանալ ընդհանրապես քաղցրի չարաշահումից։ Եվ երևի թե հետևել ներքին օրգանների աշխատանքին, գանգատներ լինելու պես, ոչ թե ինքնուրույն ինչ-որ մի բան անել, ոչ թե փորձել, չգիտեմ, համացանցից կամ մեկ ուրիշ տեղից խորհուրդներ փնտրել, այլ իրոք դիմել մասնագետի, զբաղվել, հետազոտվել, ուշադիր լինել, բուժումներ անել, հետևել բժիշկի խորհուրդներին, որովհետև մեր օրգանիզմում ոչինչ առանձին չի աշխատում, սիրտը կամ գլխուղեղը իրենք առանձին չեն աշխատում։ Այո, եւ երևի թե դիրիժորն էլ հենց մենք պետքա լինենք, ամեն մեկս մեր առողջության դիրիժորը պետքա լինենք, ընտրենք ճիշտ բժիշկի, ընտրենք ճիշտ մոտեցումներ, հնարավորինս քիչ ինքնաբուժությամբ զբաղվենք, սա էլ շատ լուրջ խնդիր է եւ ես սարսափում եմ, երբ որ հատկապես դեմքի մաշկի հետ կապված ինքնաբուժություն են անում։ Լավ, մեջքը արեք, խնդիր չկա, փչացնեք, կփակեք, չեք տեսնի, բայց դեմք չի կարելի էլի ավրա հատկապես տոնական օրերից առաջ մի հատ բզուկա դուրս գալի, ինչ են անում։ Սեղմում եմ։ Դե կանանց սիրելի գործերից մեկն էլ հենց դա է։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հեռուստատիտողներ, ուզում եմ ասել, որ այսօրվա մեր թողարկման համար նախատեսվածը հենց այսքանն էր։ Հուսով եմ եղանք օգտակար, եղանք հետաքրքիր եւ արդյունավետ։ Ուզում եմ մեկամսյակը մեկնարկելուն պես նաեւ հիշեցնել բոլոր կանանց, որ ձեր երջանկությունն ուղիղ համեմատական է նաեւ ձեր առողջության հետ, մեր բոլորի առողջության հետ։ Այնպես որ եթե ուզում ենք լինել երջանիկ, ունենալ կանացի երջանկություն, առաջին հերթին պիտի սկսենք առողջության հետևումից։ Եվ հենց ինձնից սկսված, ուզում եմ բոլորիս հորդորել այս մեկ ամիսը օգտագործել նաեւ մեր առողջությանը հետևելու, մեր առողջությանը կարևորելու եւ մեր առողջությունը բարձր դասելու համար։ Շնորհավոր բոլորիս մեկ ամսյակը, կհանդիպենք նաեւ մյուս շաբաթ, ցտեսություն։